Ողջույն, Infocom-ն ազատության հրապարակից շարունակում է հանրագիր փոդքասթը եւ այսօր իմ հյուրը Սվետա Չախմաղչյանն է, որը Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի կրտսեր հետազոտող է։ Ողջույն Սվետա եւ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Մենք այսօր շատ կարևոր թեմա ենք քննարկելու, խոսելու ենք Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին եւ այդ համատեքստում ցեղասպանագիտական հետազոտություններին ենք անդրադառնալու, բայց մինչ այդ ուզում եմ սկսել թե նրանից թե ինչպես հետաքրքրվեցիք ցեղասպանագիտական հետազոտություններով, դուք միջազգային իրավունքի մասնագետ եք, ինչպես որոշեցիք այս ուղղությամբ հետազոտություններ իրականացնել եւ միացաք Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի թիմին։ Այո, ես մասնագիտությամբ իրավաբան եմ ու դեռ ուսանողական տարիներից միջազգային իրավունքը այն պայծառ կետերից էր, որի շնորհիվ ես սկսեցի սիրել իրավագիտությունը ընդհանուր առմամբ, բայց ուսանողական տարիներին միշտ փորձել եմ շրջանցել ցեղասպանության թեման եւ ընդհանրապես միջազգային հանցագործությունների թեմաները, որովհետեւ կարծել եմ, որ շատ դժվար հոգեբանական աշխատանք է իր հետ շատ դժվար հոգեբանական աշխատանք է նաև գիտականի հետ մեկտեղ կատարվելու, բայց երբ արդեն բուհը ավարտեցի, 40-օրյա պատերազմը սկսվեց եւ իմ մագիստրոսական թեզը ես որոշեցի, որ նվիրելու եմ հենց այս թեմային, որովհետեւ այո, որովհետեւ ես հասկացա, որ ինչքան էլ մենք խոսենք ինչ-որ աբստրակտ հասկացությունների մասին միջազգային իրավունքի տեսանկյունում, մենք ունենք պրակտիկ case եւ պետք է հասկանանք, թե այդ case-ը ոնց ենք լուծելու, միջազգային իրավունքը որպես գործիք ոնց ենք օգտագործելու։ Եվ արդեն երբ իմ մագիստրոսական թեզը ներկայացրեցի Արցախի իրադարձությունների վերաբերյալ, բայց ավելի շատ շեշտը դրված էր վարձկանների թեմային, ոչ թե ցեղասպանությանը, բայց դրանից հետո իմ ղեկավարը եւ իմ դասախոսը ինձ հրավիրեց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որպեսզի այնտեղ նույնպես կատարենք հետազոտություններ, արդեն կոնկրետ ցեղասպանության վերաբերյալ։ Եվ հիշում եմ հենց առաջին հարցազրույցի ժամանակ, երբ ծանոթացա թիմի հետ, շատ ոգևորվեցի, թե ինչքան իրենք նվիրված են իրենց գործին եւ ինչքան էլ իրենց դժվար լինի եւ ոչ միայն իրավական թիմը, այլ նաեւ այնտեղ փաստագրական թիմը, հենց առանձին բաժիններ, ովքեր 1915 թվականի ցեղասպանության հետ կապված տարբեր աշխատանքներ են կատարում, հասկացա, որ եթե ես կարող եմ ինչ-որ բան փոխել եւ օգնել գիտության այս ուղղությամբ, ապա պարտադիր այդ պետք է անեմ։ Եվ այդպես արդեն մի քանի հոդվածներ ունենք տպագրված եւ դեռ շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Ով էր ձեր դասախոսը, որի հետ աշխատելով եւ որի հրավերով էլ գնացիք Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտ։ Այո, Էդգար Մեյրոյան, եւ նաեւ նշեմ, որ հենց այն դասախոսն է եղավ հետաքրքիր է դարձրել միջազգային իրավունքը որպես առարկա եւ վստահաբար կարող եմ ասել, որ այն դասախոսն է, ում շնորհիվ ես շարունակեցի հենց ուսումնասիրել միջազգային իրավունքը, ինքն էլ հրավիրել էր, եղել է իմ բակալավրիատի տարբեր աշխատանքների ղեկավար, մագիստրոսական թեզիս ղեկավար եւ հիմա նույնպես հոդվածները գրում ենք համահեղինակությամբ եւ երևի երկրորդ կուրսում չէի էլ պատկերացրի, որ իմ ղեկավարի հետ ինչ-որ մի փուլում արդեն որպես համահեղինակներ հանդես կգանք։ Իսկ հենց այդ թեմաներով հետաքրքրվելն ու հետազոտություններ իրականացնելն էր, որ ձեզ մոտ հետաքրքրություն առաջացրեց նաեւ գիտական գործունեության հանդեպ, թե մինչ այդ էլ պատկերացնում եք, որ կուզենաք գիտությամբ զբաղվել, գիտության մեջ մնալ։ Մինչ այդ համալսարանական շրջանակներում ինչ որ գիտական աշխատանքներ գրել եմ, քանի որ համալսարանում տարբեր կոնֆերանսներ կազմակերպվում էին, բայց ընդհանրապես պատկերացում չունեի արդյոք Հայաստանում գիտ աշխատող հասկացություն կա եւ գիտնականները ինչ որ գումար կարող են վաստակել իրենց աշխատություններով եւ այլն, ու այդ ընկալումը իմ մոտ փոխվեց, երբ արդեն թանգարանում սկսեցի աշխատել, երբ հասկացա, որ շատ մեծ աշխատանք են տանում գիտնականները, որովհետեւ նույն դատական ատյաններում եւ այլն հղում են կատարում հենց գիտնականների աշխատանքների վրա, որը մեծ դեր է խաղում եւ այդ իսկ պատճառով արդեն հիմա հասկանում եմ, թե ինչքան կարեւոր է գիտնականների դերը։ Գալով արդեն հենց ձեր հետազոտություններին Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտում, Արցախի հայաթափությունից արդեն 2 տարի է անցել եւ դրան նախորդել է 9-ամսյա բլոկադան։ Եվ այս իրադարձությունների ընթացքում ու դրանից հետո եւ ակադեմիական համայնքում եւ տարբեր միջազգային դերակատարների շրջանում չկա համաձայնություն եւ կոնսենսուս, թե Արցախում Ադրբեջանի կատարած գործողությունները ինչպես պետք է որակել։ Շրջանառության մեջ են դրվել եւ շարունակում են դրվել տարբեր տերմիններ, տարբեր որակումներ են տրվում։
Դրա համար երևի թե զրույցը սկսենք հենց զրույցի այս հատվածը սկսենք հենց նրանից, թե ինչ տերմիններ են շրջանառության մեջ դրված եւ որը ինչ է նշանակում։ Այո, իրոք շատ տարբեր տերմիններ կան եւ այդ տերմինների առաջացումը կարծում եմ կախված է հենց ոչ միայն մարդկանց դիրքորոշումից, այլ նաեւ երկրների դիրքորոշումից, որովհետեւ տարբեր երկրների գիտնականներ շարժվում են այն դիրքորոշմամբ, որը ունի հենց իրենց երկիրը։ Շրջանառության մեջ մենք ունենք էթնիկ զտում, ցեղասպանություն, տեղահանում, բռնի տեղահանում, միգրացիա տերմինները 2021 թվականին Հայաստանը իր դիրքորոշումը ներկայացրեց ՄԱԿ-ի արտարադատության միջազգային դատարան եւ հետո արդեն բլոկադայի իրադարձությունները նույնպես դիրքորոշման մեջ ներառվեցին։ Այնտեղ մենք խոսում ենք էթնիկ զտում տերմինի մասին։ Սակայն շատ գիտնականներ եւ ես նույնպես այդքան էլ կողմ չեմ այդ տերմինին, որովհետեւ տերմինը ունի հստակ սահմանում, տերմինի համար նախատեսված չի պատասխանատվություն, բայց շատ հստակ չի օգտագործվում այս տերմինը միջազգային իրավունքի շրջանակներում, կան որոշակի խնդիրներ։ Եթե խոսենք ցեղասպանության տերմինի մասին, ապա միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր զեկույցում, եթե չեմ սխալվում, 2023 թվականին էր հրատարակվել, նա նշում է, որ դա ցեղասպանություն է, Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը նշում է, որ ցեղասպանություն է եւ նրանք նշում են, որ այդ իրադարձությունները, որը տեղի ունեցավ Արցախում ցեղասպանություն է, քանի որ մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ Ադրբեջանը բոլոր ղեկավար անձնակազմը տարածում են ատելության խոսք հայերի նկատմամբ եւ մենք կարող ենք ասել, որ իրենց ամենակարևոր միտքը եղել է, որ հայերը լրիվությամբ ոչնչանան։ Եթե մենք խոսենք մեծ երկրների մասին, օրինակ ԱՄՆ, որոշակի եվրոպական երկրներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ը, շատ չեզոք արտահայտություններ ենք մենք տեսնում եւ մեծ մասամբ նրանք ասում են տեղահանում, բայց այստեղ կա տարբերություն տեղահանման եւ բռնի տեղահանման միջեւ, այսինքն տեղահանում մարդը կարող է ուղղակի իր ցանկություններով որոշի, որ այդ տարածքը լքելու է։ Այստեղ հանցագործություն չկա։ Եթե մենք խոսում ենք բռնի տեղահանության մասին, որը ՄԱԿ-ի փախստականների կոմիտեն էր առանձին նշել, այսինքն ՄԱԿ-ի փախստականների կոմիտեն նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մենք համարում ենք փախստական։ Իսկ փախստական դա այն մարդիկ են, ովքեր լքել են տարածքը, քանի որ այնտեղ որոշակի վտանգ կար։ Կարող ենք ասել, որ այստեղ խոսքը գնում է բռնի տեղահանման մասին։ Բռնի տեղահանումը դա մարդկայնության դեմ ուղղված, մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, որը նույնպես միջազգային քրեական իրավունքի մի մասն է կազմում եւ միջազգային հանցագործություն է համարվում։ Ես նույնպես ավելի հակված եմ նրան, որ դա բռնի տեղահանում էր, մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր։ Այստեղ նույնպես կան որոշակի խնդիրներ պատասխանատվության առումով։ Երևի թե մինչև բռնի տեղահանմանը եւ մյուս տերմիններին գալը, ձեր խոսքում նշեցիք, որ էթնիկ զտումների մասին ենք խոսում, բայց այդտեղ իրավական ձևակերպումների անհստակություն կա։ Երևի մի քիչ բացենք, թե ինչ ասել է միջազգային իրավունքում էթնիկ զտում եւ առհասարակ ինչպիսի դեպքեր նկարագրելու համար է այս տերմինը շրջանառության մեջ դրվել, որպեսզի նաեւ հասկանանք դա Արցախում կատարվածին ինչ որ ձևով համընկնում է, թե չի համընկնում։ Երբ ես ասում եմ էթնիկ զտումը ինչ որ իրավական սահմանում չունի, դա չի նշանակում, որ ինչ որ իրավական փաստաթղթերում էթնիկ զտում ընդհանրապես չի նշվում։ Ընդհակառակը տարբեր փաստաթղթերում մենք տեսնում ենք էթնիկ զտում տերմինը, բայց կոնկրետ թե դա ինչ է նշանակում, ոչ միտեղ չկա սահման։ Մենք չունենք ինչ որ կոնկրետ փաստաթուղթ, կոնվենցիա եւ այլն, որտեղ ասում է, օրինակ, ոնց ցեղասպանությունը, թե դա ինչ է, ինչ գործողություններ են մտնում դրա տակ։ Բայց տարբեր գիտնականներ նշում են, որ առաջին էթնիկ զտումների փորձերը եղել են դեռևս մեր թվարկությունից առաջ 800-ական թվականներին, երբ օրինակ ասորիները իրենց տարածք ընդլայնելու համար սկսեցին էթնիկ որոշակի խմբերի տեղահանել եւ բռնի ձևով տարհանել ինչ որ այլ տարածքներ։ Եթե մենք խոսենք միջազգային իրավունքի տեսանկյունից, ապա ամենակարևոր մարմիններից մեկը դա ՄԱԿ-ն է, եւ ՄԱԿ-ը ընդունել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է մի քանի բանաձևեր, որտեղ նշել է, որ մենք դատապարտում ենք էթնիկ զտումները։ Սակայն չենք հասկանում, թե լավ, օքեյ, ինչ ենք հասկանում մենք էթնիկ զտում ասելով։ Այստեղ շատ հատկանշական է, որ մենք ունենք նաև մի բանաձև 813, եթե չեմ սխալվում, որտեղ ասվում է, որ ոչ միայն դատապարտվում է էթնիկ զտումները, այլ նաև այն անձինք, ովքեր էթնիկ զտումներ կատարողներից մեկն են համարվում, այսինքն իրենց գործողությունների մեջ, քաղաքականության մեջ կան այդպիսի տարրեր, նրանք պետք է պատասխանատվություն կրեն, որը արդեն նշանակում է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից
որոշակի անձինք էթնիկ զտումների համար պատասխանատվություն պետք է կրեն։ Բայց նորից մենք չենք հասկանում, թե ինչ է էթնիկ զտումը։ 1990-ական թվականներին ՄԱԿ-ի փորձագետների խորհուրդը փորձեց ինչ-որ սև բացատրել, թե ինչ է էթնիկ զտումը, չնայած դա նույնպես հստակ ինչ-որ իրավական սահմանում չի, այլ գիտնականների սահմանում է, բայց կարող ենք ասել, որ էթնիկ զտումը դա որոշակի էթնիկական խմբի տեղահանումն է մի տարածքից այլ տարածք, այն նպատակով, որ առաջի տարածքում լինեն միայն էթնիկ նույնական խմբեր։ Իսկ ինչու է այդքան կարևորվում, որ հստակ սահմանում լինի, արդյոք այդ հստակ սահմանումը ենթադրում է նաև պատասխանատվություն կատարած գործողությունների հանդեպ, դրա համար օրինակ ավելի նախընտրելի է բռնի տեղահանումը, որը հստակ սահմանված է եւ որը համարվում է մարդկության դեմ հանցագործություն։ Եթե մենք կոնկրետ ինչ-որ փաստաթուղթ ունենանք, որտեղ անգամ սահմանված չլինի, թե ինչ է էթնիկ զտումը, բայց գրված լինի, որ դատապարտվում է էթնիկ զտումը, պետք է պատասխանատվություն կրեն, օրինակ X դատարանում, արդեն մենք կարող ենք ասել, որ եթե սույն իրադարձությունը եթե ինչ-որ իրադարձություն մենք որակավորում ենք որպես էթնիկ զտում, մենք կարող ենք ինչ-որ երկրի կամ ինչ-որ անձանց պատասխանատվության ենթարկել X դատարանում եւ ստանալ որոշակի օրինակ սատիսֆակցիա, կոմպենսացիա եւ այլն եւ այլն։ Հիմա եթե վերցնենք նույն ցեղասպանությունը, մենք ունենք Հռոմի ստատուտ, որտեղ նշված է, թե ինչ է ցեղասպանությունը եւ սահմանված է անհատական պատասխանատվություն։ Եվ առանձին մենք ունենք ցեղասպանության մասին կոնվենցիա, կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիա, որտեղ արդեն պատժվում են պետությունները։ Միջազգային իրավունքի տեսանկյունից, եթե ինչ-որ X երկիր կամ ինչ-որ X անհատ իրականացնում է էթնիկ զտում, մենք չենք կարող պատասխանատվության ենթարկել, որովհետև մենք չգիտենք ինչ պատասխանատվության ենք ենթարկելու։ Համապատասխան ատյանը չկա, հա, որը սահմանված չի այն ատյանը, որը պիտի։ Այո, համապատասխան ատյան չկա կոնկրետ թե այս X գործողությունը արդյոք դա համարվում է էթնիկ զտում թե չէ, եւ այլն եւ այլն։ Այսինքն մի շարք բաց հարցեր։ Երևի այստեղ նաեւ նշեմ, որ բարձրացնում է խնդիրը նաեւ այն, որ ՄԱԿ-ի արտարադատության միջազգային դատարանը իր քեյսերից մեկում նշում է, որ որոշ դեպքերում էթնիկ զտումը կարող է լինի ցեղասպանություն, որոշ դեպքում ոչ։ Այսինքն էլի ինչ որ անհասկանալի բացեր է թողնում նույնիսկ դատարանը։ Այն նշեցիք, որ Արցախում կատարվողի ֆոնին դրանից հետո նաև հայտարարություններ եղան եւ ակադեմիական շրջանում եւ տարբեր կառույցներից, որոնք գործողությունները որակեցին որպես ցեղասպանություն։ Ուզում եմ հասկանալ, թե ինչպես են նրանք հիմնավորում, որ Արցախում կատարվածը ցեղասպանություն է։ Նախ սահմանենք, թե միջազգային իրավունքում ինչպես է սահմանվում ցեղասպանությունը, որոնք են համարվում ցեղասպանական գործողություններ, ապա հասկանանք, թե այն մարդիկ, այն կառույցները, այն գիտնականները, որոնք որակում են Արցախում կատարվածը որպես ցեղասպանություն, ինչպես են հիմնավորում իրենց այդ որակումները։ Իրականում ցեղասպանություն ասելով բոլորս ի սկզբանե մտածում ենք միայն ֆիզիկական ոչնչացման մասին, սակայն կոնվենցիան մեզ հուշում է, որ միայն ֆիզիկական ոչնչացումը չի, որ համարվում է ցեղասպանություն։ Կոնվենցիայում թվարկված են 5 գործողություններ, որոնք մենք կարող ենք համարել ցեղասպանություն, եթե նրանք ուղղված են եղել ռասայական, էթնիկական եւ այլ խմբի մասնակի կամ լիովին ոչնչացմանը։ Այդպիսի գործողություններից են, այո, ֆիզիկական ոչնչացումը, այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որը կարող է բերի խմբի ոչնչացմանը, ծանր ֆիզիկական վնասվածքները, ինչպես նաև հոգեկան վնասվածքները, խմբի ներսում ծնելիության կանխարգելումը, ինչպես նաև երեխաների տեղափոխումը մեկ խմբից մի այլ խումբ։ Այսինքն շրջանակը շատ լայն է, բայց ցեղասպանության հետ կապված շատ կարևոր է եւ ինչը բարդություն է ավելացնում ապացուցելու, որ իրոք տվյալ դեպքը ցեղասպանություն է, դա այն է, որ այս գործողություններից բացի մենք պետք է ապացուցենք դիտավորվածությունը, այսինքն mens rea էլեմենտը, միջազգային իրավունքում այդպես են կոչվում այդ էլեմենտը, այսինքն որ անձը կամ պետությունը, ովքեր իրագործում են ցեղասպանություն, իրոք ունեն մտադրություն տվյալ խմբին ոչնչացնելու լիովին կամ մասնակի։ Դժվար է ապացուցել, քանի որ եթե օրինակ հոլոքոստը վերցնենք, այնտեղ ֆաշիստական Գերմանիան ուներ փաստաթղթեր, որտեղ կոնկրետ իրենք գրում էին ոչնչացնել, սպանել այս ձևերով, խոշտանգել եւ այլն։ Հիմա մենք իհարկե հասկանում ենք, որ դժվար ինչ որ մի պետական
մարմին, ինչ որ ղեկավար դնի եւ օրագրի նման լրացնի, թե ինչ ինքը ունի իր մտքում, բայց այդ ամեն ինչը մենք կարող ենք հասկանալ իրենց գործողություններից եւ ելույթներից։ Եվ բոլոր այն մասնագետները, ովքեր հղում են կատարում, որ Արցախում տեղի ունեցած դա ցեղասպանությունը հղում են կատարում հենց Ադրբեջանի ղեկավար անձնակազմի ելույթներին։ Շատ անգամ ելույթներում նշվում է, որ հայերը կենտանիներ են, հայերը շներ են եւ այլն, որը բերում է ատելության խոսքի։ Եվ այո, մենք կարող ենք կապել այդ ամեն ինչը եւ գնալ նրան, որ ի սկզբանե նրանց մտադրությունը եղել է հենց Լեռնային Ղարաբաղում հայերի ոչնչացմանը։ Մենք նշեցինք, որ մի քանի գործողություններ կան, որոնք իրականացնելը ենթադրում է, որ որևէ էթնիկ խմբի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում։ Փորձենք վերհիշել, թե ինչ էր անում Ադրբեջանը Արցախում եւ ըստ այդմ հասկանալ, թե դրանք որ կետին են համապատասխանում։ Սկզբում բնապահպանական, հետո պարզվեց կեղծ պնդումներով Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, ինչի պատճառով բլոկադայի ենթարկվեց Արցախի ժողովուրդը։ Դրանից հետո առողջապահական ծառայություններին հասանելիության խնդիր կար, սննդին հասանելիության խնդիր կար, նույնիսկ սովահարության այդ թվում սովահարության հետևանքով մահ գրանցվեց եւ բացի դրանից էլեկտրաէներգիայի անջատումներ, գազի մատակարարման դադարեցում էր իրականացնում Ադրբեջանը։ Այս բոլոր գործողությունները եւ հարձակումը սեպտեմբերի 19-ին Արցախի վրա եւ դրա հետևանքով Արցախի ժողովրդի տեղահանությունը ցեղասպանական որ գործողություններին են համընկնում լիովին կամ մասամբ։ Ես կարող եմ ասել, որ համընկնում են երևի 3 գործողությունների։ Ամենավառը դա իհարկե այն կենսապայմանների ստեղծումն է, որը բերում է արդեն խմբի ոչնչացմանը։ Այստեղ մենք խոսում ենք սովի մասին, խոսում ենք դեղորայքի պակասի մասին, էլեկտրաէներգիա, գազամատակարարում եւ այլն։ Բոլորս երևի հիշում ենք նկարները, որտեղ սուպերմարկետներն էին, հա, նկարված եւ դատարկ պահարանները, որտեղ իրոք ուտելիք չկար, Արցախի օմբուդսմենը զեկույց էր հրապարակել, որտեղ գրել էր, որ հենց Ստեփանակերտը շատ վատ վիճակում է գտնվում, որովհետև մենք չունենք ալյուր, իսկ ալյուրից մենք ստանում ենք օրինակ հաց եւ այլն, եւ սովը իրոք այն հանգամանքներից էր, որը մենք կարող ենք ասել, որ ստեղծվել էր դիտավորությամբ, որպեսզի խումբը գնար ոչնչացման։ Եվ մենք ունենք նաև մի դեպք, որտեղ զոհվել էր անձ, չնայած նրան, որ անձը ուներ նաև այլ հիվանդություններ, բայց սովը ավելի արագացրել էր այդ գործընթացը։ Դեղորայքի մասին եթե խոսենք, սա կարող ենք կապել նաև ծնելիության կանխարգելման հետ, որովհետև շատերը մտածում էին, որ այս պայմաններում ունենալ երեխա, մենք չունենք նորմալ դեղորայք, հիվանդանոցներում չկա լույս, չկան պայմաններ, որպեսզի հետո երեխան նորմալ կարողանա ձևավորվի, նաև սնունդ չկա նորմալ, որովհետև երեխաները այն թիրախավորված խումբն էր, որի նկատմամբ սնունդի պակասը ավելի շեշտավորված էր զգացվում։ Ինչպես նաև նշեմ, որ դատարանում այս ամեն ինչը հաստատվել էր, այսինքն փաստերը բոլոր ներկայացվել էին Հայաստանի կողմից եւ դատարանը եւ սովի եւ դեղորայքի պակասի մասին առանձին նշվել էր։ Նաեւ այստեղ նշեմ նրա մասին, որ թեկուզ եւ Կարմիր խաչը եւ Ռուսաստանի խաղապահները ինչ որ չափով ներկրում էին որոշակի ապրանքներ, սակայն որոշ մարդկանց մոտ հոգեբանական առումով կարող էր լինել արդեն այնպիսի տպավորություն, որ որտեղից է եկել այս ուտելիքը, իսկ եթե օրինակ այս ուտելիքը թունավորված լինի, որովհետև Ադրբեջանից է եկել։ Ճանապարհը ամբողջ վերահսկում էր։ Այո, եւ այդ նույնպես մենք պետք է համարենք, որ դա այնպիսի կենսապայման է, որը տանում է դեպի ոչնչացման, որովհետև մարդկանց գիտակցության մեջ կար այդ վախը, որ մեզ կոնկրետ այստեղ ոչնչացնում են։ Եթե խոսենք այլ պայմանների մասին, ինչպես նշեցի, 3 պայման, ծնելիությունը ասեցի, կենսապայմանները ասեցի, նաև մտավոր վնասը, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր արդեն եկել էին Հայաստան, հենց Հայաստանի օմբուդսմենը նշել էր, որ ուշաթափվել էին շատերը սովից, շատերը մինչև հիմա ստանում են ինչ-որ հոգեբանական աջակցություն, որովհետև շատ ծանր ժամանակներ են ունեցել։ Նույնպես երկրորդ կետը, հա, կոնվենցիայի երկրորդ հոդվածի երկրորդ կետը կիրառել է այստեղ։ Ամենավառ կիրառելին ոնց ասեցի 3-րդ կետն է, բայց երկրորդ եւ 4-րդ կետերը
ինչ որ ձև անուղղակի կերպով նույնպես կարող են կապել։ Իսկ առհասարակ գրականության մեջ, գիտական գրականության մեջ եւ նաեւ տարբեր գործերով միջազգային իրավական դատարաններում բլոկադան եւ սովահարության մատնելը կապվում են ցեղասպանության հետ, այսինքն ունենք այդպիսի նախադեպեր, որ իրականացվել է եւ արձանագրվել է, որ այսինչ պետությունը բլոկադայով կամ սովահարությամբ ցեղասպանություն է իրականացնում կամ ցեղասպանության վտանգ է առաջացնում։ Եվ բլոկադան եւ սովը դա ցեղասպանության գործիքներից մեկն է։ Եվ մենք ունեցել ենք մի շարք кейսեր, օրինակ Յուգոսլավիայի, Հարասլավիայի տրիբունալում, որտեղ նշվել է, որ սովը կարող է լինի ցեղասպանության գործիք։ Ամենաերևի ակտուալ օրինակներից դա հիմա Գազայի օրինակն է, որտեղ մենք ունենք кейս դատարանում, որը դեռ ավարտված չի, բայց հայցադիմումում նշված են մի շարք կետեր, որ սովը համարվում է ցեղասպանություն եւ արդեն մի շարք միջազգային մարմիններ իրոք հաստատել են, որ այնինչ կատարվում է Գազայում, հենց սովի առկայությունը դա իհարկե ցեղասպանություն է, ցեղասպանության գործիք է։ Բլոկադան այդ ամեն ինչը ավելի հեշտացնում է, որովհետև եթե դու շրջափակում ես կոնկրետ ինչ-որ տարածք, արդեն մնացած գործիքները, որոնք կարող են հանգեն ցեղասպանության, դու ավելի ազատ կարող ես ցույց տալ։ Եվ օրինակ Արցախում հենց Արցախի ժողովուրդը, Արցախի օմբուդսմենի գրասենյակը շատ ակտիվորեն ցույց էին տալիս, թե ինչ է կատարվում։ Օրինակ նույն Գազայում մենք ունենք ինֆորմացիայի պակաս եւ բլոկադան, քանի որ այնտեղ նույնպես շրջափակում կա, շատ անգամ մենք չգիտենք, թե ինչ աստիճանի է հասնում նույն սովը եւ այլ ինչ որ կենսապայմաններ։ Խոսեցինք, որ տարբեր կետերի համընկնում է եւ այստեղ ցեղասպանական գործողություններին միայն փաստացի ֆիզիկական ոչնչացումը չկա, բայց եթե հետ գնանք պատմության մեջ ու նայենք 80-ականների վերջ 90-ականների սկիզբ, երբ որ Արցախյան շարժումներ սկիզբ առնում եւ ինքնորոշման մասին խոսակցություններ էին, այդ խոսակցություններին անմիջապես հաջորդեցին Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում կոտորածները եւ Ադրբեջանի պետական քաղաքական որը տարիներ շարունակ ատելություն է քարոզել հայերի նկատմամբ, արդյոք հիմք տալիս են ենթադրելու, որ եթե Արցախի ժողովուրդը մնար իր տներում, այդ թվում նաև ֆիզիկական ոչնչացման վտանգ կլիներ նրա համար, այսինքն մենք կարող ենք կանխատեսել, որ չեղավ այդ ֆիզիկական ոչնչացումը, բայց դրա նախապայմանները կային։ Այո, իհարկե, եթե բլոկադան մի քիչ էլ շարունակվեր, արդեն ամեն ինչ տանելու էր դեպի ոչնչացմանը։ Իմ կարծիքով շատ կարևոր է այստեղ այն, որ հիմա ամեն ինչ փաստագրվում է եւ արձանագրվում է։ Եթե մենք նայենք Բաքվի ջարդերը, ապա շատ տեղեկություններ մենք չունենք։ Սակայն հիմա գիտնականները նորից վերսկսել են ուսումնասիրել այս թեմաները եւ տանել ամեն ինչ դեպի նրան, որ դա նույնպես ցեղասպանություն էր։ Իհարկե, այստեղ եթե շարունակվեր տեղորայքի պակասը, նույն սովը, ընդհանուր առմամբ եթե բլոկադան շարունակվեր, դա կարող էր բերել ֆիզիկական ոչնչացման եւ ավելի վառ երևալու էին հենց ցեղասպանության էլեմենտները։ Մանավանդ մենք նախադեպ ունենք 44-օրյա պատերազմից եւ նաեւ Արցախի դեմ մեկօրյա պատերազմից, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ երբ որ իրականացնում է, այդ թվում քաղաքացիական ենթակառուցվածքներն է թիրախավորում եւ խաղաղ բնակչությունը դրա հետևանքով զոհվում է, այսինքն հիմքեր կան ենթադրելու։ Ճիշտ եմ հասկանում, որ էթնիկ զտումները կարող են ինչ որտեղ համընկնել ցեղասպանական գործողությունների հետ, բայց որպեսզի ավելի թիրախային նկարագրենք, թե ինչ է իրականացվել Արցախում եւ այդ պատասխանատվության կոմպոնենտն լինի, պետք է ավելի շատ օգտագործել ցեղասպանություն տերմինը, պետք է կամ օգտագործել բռնի տեղահանումը եւ հնարավորինս խուսափել էթնիկ զտումներ տերմինից։ Կարծում եմ, այո, եթե մենք խոսում ենք բռնի տեղահանման մասին, որը ընկնում է մարդկության դեմ ուղղված պատերազմների տակ, ապա մենք կոնկրետ գիտենք ինչ պատասխանատվություն է սահմանված, գիտենք որ դատական ատյանն է դա քննելու։ Այստեղ իրականում մի այլ ուրիշ հարց է առաջանում, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները քննվում են միջազգային քրեական դատարանում, որտեղ ոնց ես արդեն նշեցի, անհատական պատասխանատվություն, այսինքն մենք պատասխանատվության կարող ենք ենթարկել անհատին, բայց ոչ պետությանը։ Եթե մենք խոսում ենք ցեղասպանության մասին եւ անհատին եւ պետությանը, մենք կարող ենք պատասխանատվության ենթարկել եւ իմ կարծիքով իրավական տեսանկյունից շատ հեշտացնում է գործը, երբ դու անվանում ես իրադարձությունը այնպիսի տերմինով, որտեղ կա հստակեցում։ Եվ ես իրոք կարծում եմ, որ բռնի տեղահանումը հենց մարդկության դեմ ուղղված հանցագործությունը Արցախի իրադարձությունների հետ շատ համընկնում են։
ասելով էթնիկ զտում կարող է մարդկանց մոտ ավելի վառ է, որ դա ավելի լուրջ հանցագործություն է, բայց իրականում միջազգային հանցագործությունների մեջ մենք չունենք իերարխիա, այսինքն թեկուզ նույն երբ մենք ասում ենք ցեղասպանություն, երևի հոգեբանական տեսանկյունից մենք մտածում ենք, որ երևի դա ավելի լուրջ հանցագործություն է, քան օրինակ մարդկության դեմ ուղղված հանցագործությունը, բայց ինչ որ իերարխիա չկա։ Դրա համար ես կարծում եմ, որ մենք իրավական որակավորման տեսանկյունից պետք է էմոցիաները մի կողմ դնել եւ իրոք հասկանալ, թե ինչ գործիքներ մենք ունենք, որը կարող ենք օգտագործել, որպեսզի այն պետությունը եւ այն անձինք, ովքեր իրոք հանցագործություն են կատարել, պատասխանատվություն կրեն։ Խոսում ենք այս բոլոր թեմաների մասին, Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտը մի քանի տարի է ինչ այս ուղղությամբ ակտիվ հետազոտություններ է իրականացնում եւ հոդվածներ են հրապարակվում, այդ թվում ձեր համահեղինակությամբ։ Ուզում եմ հասկանալ այս հետազոտությունների համատեքստը, այսինքն այս պահին ինչ թեմաների վրա եք կենտրոնացած, ինչ հարցերի եք ուզում պատասխանել եւ Արցախում կատարվածի համատեքստում ինչ հետազոտություններ եք իրականացնում, ընթացիկ ինչ նախագծեր ունեք։ Նախ սկսեմ նրանից, որ եթե 1915 թվականի իրադարձությունները արդեն ցեղասպանություն մենք որակավորում ենք շատ հստակորեն, բայց եթե նայենք իրավական տեսանկյունից, մենք շատ հոդվածներ գիտական չունենք այդ թեմայով եւ հենց գիտական աշխարհում գիտեն, որ հայերի նկատմամբ ինչ-որ բան է կատարվել, բայց թե կոնկրետ ինչ է կատարվել, շատերը տեղյակ չեն։ Նույնը Արցախի վերաբերյալ։ Եվ մեր հետազոտությունների ամենագլխավոր նպատակներից մեկը դա իրազեկել հանրությանը, եւ մենք խոսում ենք ոչ միայն Հայաստանի մասին, այլ նաեւ ընդհանուր աշխարհի մասին, թե ինչ է տեղի ունենում։ Եվ տանք որոշակի որակավորումներ, որոնք հնարավոր է հետագայում որոշակի դատական ատյանների համար հիմք կհանդիսանան, որպեսզի նրանք նույնպես սկսեն քննել այդ գործերը։ Եվ ասելով իրականում, որ իրազեկում ենք ամբողջ աշխարհին, իրազեկում ենք նաև Հայաստանին, որովհետև Հայաստանում ոչ իրավաբանները եւ այն իրավաբանները, ովքեր միջազգային իրավունքով չեն զբաղվում, տալիս են ինչ-որ որակավորումներ, որոնք ինչ-որ պահի մեր դեմ են օգտագործվելու, որովհետև տալիս են սխալ որակավորումներ կամ ընդհանուր առմամբ ինչ-որ ժխտողական գործունեություն է կատարվում, որ հիմա արդեն էլ չունենք Արցախ, ինչի դրա մասին խոսենք։ Ես կարծում եմ, որ ոչ, մենք պետք է շարունակենք խոսել եւ Արցախի մասին, եւ 1915 թվականի ցեղասպանության դեպքերի մասին, որովհետեւ կան դեռ շատ բաց հարցեր, որոնց նաեւ գիտական տեսանկյունից է պատասխանել։ Իհարկե։ Երևի այս համատեքստում կարևոր է նշել, որ վերջերս Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի ամսագիրը, այդ թվում անգլալեզու հրատարակվող, ինդեքսավորվեց միջազգային գիտատեղեկատվական հայտնի շտեմարաններից մեկում, Scopus-ում։ Դա կարևոր է այն առումով, որ երբ միջազգային գիտնականները տարբեր թեմաների վերաբերյալ գիտական հետազոտություններ են փնտրում, նրանք նայում են միջազգային շտեմարաններում, Scopus-ում, Web of Science-ում եւ այդ ինդեքսավորումը հնարավորություն կտա նաեւ այս հետազոտությունները նրանց հասցնել, որովհետեւ դժվար կային Հայաստանի ներսում ինչ որ ամսագրում փնտրեին, բայց երբ որ միջազգային դաշտ է դուրս եկել, հասանելիությունն էլ ավելի մեծացնում է։ Այո, եւ երբ այդ հետազոտությունները կատարվել են անգլերեն լեզվով, ոչ թե հայերեն լեզվով, ինչ որ բլոգ փոստ, որը Հայաստանում կարդացին, հետո մոռացան։ Եվ հայերեն եւ անգլերեն հատապագրությունները կարևոր են եւ ծանր թեմաներից խոսեցինք, ուզում եմ վերջում մի քիչ դրական նոտայի վրա ավարտենք։ Սվետա, դուք սկզբում նշեցիք, որ երբ ուսանող էիք, գիտաշխատողի աշխատանքը չեք պատկերացնում, որ առհասարակ Հայաստանում կարելի է հետազոտությամբ զբաղվել, բայց ձեր դասախոսներից մեկի շնորհիվ կարողացաք բացահայտել այդ հետազոտությունների աշխարհը, սկսեցիք հետազոտական գործունեություն ծավալել։ Ձեր ապագան պատկերացնում եք գիտության հետազոտությունների մեջ ու հենց այս թեմայով, Արցախի թեմայով եւ ընդհանրապես ցեղասպանության թեմայով հետազոտությունները միջազգային իրավունքի տեսանկյունից արդյոք շարունակելու եք ուսումնասիրել։ Թեկուզ չեմ սիրում միշտ ինչ-որ հստակ պատասխաններ տալ, բայց այս հարցին հստակ կարող եմ պատասխանել այո, որովհետև կոնկրետ հիմա տեսնում եմ, թե ինչքան հոդվածներ ես կարող եմ գրել, որովհետև այնքան բաց հարցեր կան, որոնց շուրջ կարելի է հետազոտություններ կատարել եւ լույս աշխարհ տեսնել, այդ բոլոր մտքերը։ Եվ ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ գիտական աշխարհը ցեղասպանության թեմաներով, միջազգային իրավունքի այլ թեմաներով Հայաստանում դա ինչ-որ մի բաց հարթակ է, որտեղ իրոք կան մասնագետների կարիք, տարբեր կարծիքների կարիք, եւ ես կարծում եմ, որ եւ ուսանողները եւ այն իրավաբանները, ովքեր երբևէ հետաքրքրվել են միջազգային իրավունքով, կարող են այս հնարավորությունից օգտվել։
Սվետա, շատ շնորհակալ եմ այս կարևոր թեմայով զրուցելու ու կարևոր ինֆորմացիա փոխանցելու համար։ Ձեզ էլ եմ շատ շնորհակալ այս կարևոր թեմաները բարձրացնելու համար։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Սվետա Չախմաղչյանի հետ, որը միջազգային իրավունքի մասնագետ է եւ հետազոտություններ է իրականացնում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում։